Մարդը բաղկացած է հոգուց եւ մարմնից, ճիշտ է։ Եվ Աստված մարդուն տվել է միտք, որպեսզի հավասարաչափ կերակրի եւ մարմինը եւ հոգին։ Նույնպես պետություններն են։ Պետությունները նաեւ ունեն հոգի։ Նրանք ֆիզիկական քարտեզ չի։ Այդ միտքը պետությունների սահմանադրությունն է։ Երրորդ հանրապետության սահմանադրությունը 95 թվականին այդ Արցախյան ազատամարտի հաղթանակը հավաքական արևմուտքը շտկել է 95 թվականի սահմանադրությամբ։ Քեզ տվել է այդ ճակերտավոր միտքը, սահմանադրությունը, որը մենակ սնուցելու էր մարմինը։ Ինքը քեզ թշնամի արժեհամակարգ էր քեզ քարոզելու, որը հետագայում քեզ սպանելու էր։ Այսինքն թոքերով հիվանդին տարել են առանց նստացնես առանց թթվածին տեղ։ Այսինքն իր կյանքը իր մահը արագացնելու է, ճիշտ է, ոչ թե հակառակը նպաստելու է իր կյանքի վերականգնմանը կամ առողջացմանը։ Նույն կերպ մեր հետ են վարվել։ Այսինքն 95 թվականի սահմանադրությունը այդ արժեհամակարգ մենք չենք ունեցել, մեր հոգին սնուցող միտք չի եղել, հակառակը միայն մարմինը սնուցող միտք է եղել, արդյունքում հասել ենք սրան։